կարծես թե հավակնում եք դառնալ ամենաերկարը կառավարող մարզպետներից մեկը վերջին 8 տարիների կտրվածքով։ Խորհրդականներից մեկը այս վերջին նշանակումից հետո ասես բարև մարզպետ Բեսմերտնի։ Մարզում արդեն շրջանառվում էին նոր մարզպետի անուն։ Մարզպետների անունները իմ պարագայում երևի թե 6 ամիսը մեկ մամուլում լուրեր են շրջանառվում։ Ծրագրեր են մշակվում վարչապետի գլխավորությամբ, ինչ քննարկում էր դա եւ ինչ կարևոր կետեր առանձնացվեցին։ Ծրագրեր, որոնք բազմաշերտ են, որոնք օրինակ տնտեսական ակտիվություններ են, քննարկվել է շուկայի թեման, տնակների հարցը, վտարային շենքերի հարցը։ Երբ գործնական տեսականորեն կտեսնենք, որ արդեն փողոցաշինական աշխատանքներ են ընթանում։ Տեսամսվա վերջ մինչև արդեն կսկսենք փողոցները աշխատանքները տեսնել։ Կոնկրետ Շիրակացի պարագայում դանդաղում են աշխատանքները, ինչու։ Գետնի վրա արդեն պարզ դարձավ, որ նախագիծը ամբողջական չի։ Այս տարի զբոսաշրջային կյանքը пассив է քաղաքում եւ դա կապում են քաղաքի նեգատիվ տրամադրությունների հետ։ Այդ գործարարները արդյոք ինչ որ բան անում են։ Գյումրին քաղաքական հետաքրքրություններից այն կողմ կարծես թե չի գնում, քննարկվում են տարբեր սցենարներ քաղաքում արտահերթ ընտրությունների կազմակերպման համար։ Ամեն սցենար կարող եմ ասել, որ ամեն ինչ լինելու է օրենքի սահմաններում, բնականաբար օրենքի սահմաններով։ Ավետիս Արաքելյանն ասում է չթողնեք Գյումրին գյուղ դարձնեն։ Գյումրեցիները երբեք չեն թողնի Գյումրին քաղաքից գյուղ դառնա, բայց այս պարագայում էլ այլ խնդիր կա։ Իսկ ինչով է գյուղը վատը։ 4 համայնքներում ընտրություն ունենք, Ախուրյանում, Մարտիգում, Աշոցքում, Համասյայում։ Այդ անենք վերջացնենք, հետո նոր կհասկանանք Գյումրին ինչ ճանապարհով ենք գնալու։ Մինչ մարզում խոսում են, թե 9-րդ գումարման ազգային ժողովում քանի պատգամավոր կունենա Շիրակի մարզը, հենց մարզպետը Դավիթ Արուշանյանը հայտարարում է մանդատը վայր դնելու մասին։ Ինչու եւ ինչ անելիքներ ունի մարզում, կպարզենք հնարավորությունների սահմանում։ Բարև ձեզ։ Տաղավարում զրուցելու եմ Շիրակի մարզպետ Դավիթ Արուշանյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Արուշանյան։ Բարև։ Արդեն հայտարարել եք եւ հստակ է, որ մնալու եք եւ շարունակելու եք պաշտոնավարել Շիրակի մարզում որպես մարզպետ, կարծես թե հավակնում եք դառնալ ամենաերկարը կառավարող մարզպետներից մեկը վերջին 8 տարիների կտրվածքով։ Ինչու եք նախ վայր դնելու կամ վայր դրել մանդատը եւ ինչն է պահում ձեզ մարզում։ Նախ երկրորդ անգամ եմ արդեն մանդատս վայր դնում ու Քալիս մարզում ես պարագայում արդեն մնում մարզում, պահում է ինձ մարզում ամենակարևորը երևի թե մեր քաղաքացիների հանդեպ ունեցած պարտավորությունը ու այն կիսատ թողած աշխատանքները, որը կա շարունակություն պիտի ունենա ու հասնի վերջակետին, որը փոխելու է մեր քաղաքացիների կյանքի որակը, այդ աշխատանքներն են նաև պահում ու ընդհանուր առմամբ սերը գյումրեցիների Շիրակի մարզի բնակիչների հանդեպ։ Մանդատից հրաժարվելը իրականում մի քիչ բարդ է, որովհետև ամեն դեպքում չես համեմատի օրենսդրի ու գործադրի աշխատանքը, բայց այս պարագայում ճիշտ որոշում եմ կայացրել եւ վստահ եմ, որ այն աշխատանքները, որը արվել են, շարունակվելու են արվել շատ բարձր մակարդակով ու պատասխանատվությամբ։ Ում որոշումներ սա ավելի շատ, պարոն Արուշանյան, կառավարության, ձեր, թե համատեղ քննարկման, որովհետև չեմ կարող նաև չնշել այն հանգամանքը, որ մարզում արդեն շրջանառվում էին նոր մարզպետի անուն, այս համատեքստում ինչ կասեք։ Մարզպետների անունները իմ պարագայում երևի թե 6 ամիսը մեկ քննարկվում, այդպիսի մամուլում լուրեր են շրջանառվում, տարօրինակ լուրեր են շրջանառվում իրականում, պարբերաբար 6 ամիսը մեկ ունենում ենք նման բաներ, նույնիսկ արդեն հումորներ Գյումրիում կան, այդ մասով խորհրդականներից մեկը այս վերջի նշանակումից հետո ասես բարև մարզպետ Բեսմերտնի, իհարկե Բեսմերտնի չեմ ու չեմ էլ մնալու հավերժ մարզպետ, բայց այնքան է այդ զավեշտի վերածվել, մարդկանց ցանկություններ գուցե ունեն, գուցե երազանքներ ունեն, գուցե մարդիկ կան, որ պատկերացնում են իրանց սրտի տեխնազոին ու նման հոդվածներ են հրաբարակում, բայց այդ էլ անհիմն հոդվածները ժամանակը ցույց է տվել, որ հիմքեր չկան դրանց տակ, իսկ որոշումը կայացել ենք նախ մեր թիմի հետ է քննարկվել, վարչապետի հետ է քննարկվել, որոշումը բնականաբար ես եմ կայացրել, բայց մեր թիմի հետ քննարկումների արդյունքում որոշում է կայացվել, որ ես շարունակելու եմ պաշտոնավարելը, որտեղ էլի ասացի կան խնդիրներ, որոնք լուծման կարիք ունեն ու պետք է որ ես փուլում եւս շարունակեմ պաշտոնավարում այդ խնդիրները հեշտով լուծելով առաջ գնամ։
Նշված խնդիրները վերջին ժամանակներում ավելի ցայտուն խոսվեցին Երևանի եւ Գյումրու պարագայում, երբ ծրագրեր են մշակվում վարչապետի գլխավորությամբ, ինչ քննարկում էր դա եւ ինչ կարեւոր կետեր առանձնացվեցին, չնայած գիտենք, որ մարզի եւ Գյումրեցու համար դրանք նորություն չէին, այլ չարչարկված խոսույթներ հայտնի խնդիրների մասին։ Դե ցավոք խնդիրներ կան, որոնք արդեն 40 տարի չեն լուծվել։ Դուք գիտեք, քարոզարշավի ընթացքում վարչապետը եդ այցելեցին քանի ավստրիական թաղամասեր, նաև քաղաքի բազում փողոցներում եղանք ու ուղիղ հանձնարարական եղավ, որ ամեն տարի 25 կիլոմետր ճանապարհ ենք ասֆալտապատելու Գյումրիում, բացի դրանից նաև վարչապետը հենց ուզել էր Գյումրու զարգացման 5-ամյա ծրագիր, այսինքն այն կետերը, որոնք պետք են Գյումրիում փոփոխություններ ունենալու համար ոչ միայն ասֆալտապատման հետ կապված, այլ ստանդարտ ծրագրեր գիտեք կան դպրոցներ, մանկապարտեզներ, պոլիկլինիկաներ, ներկայացրել են վարչապետին մի քանի ծրագրեր Գյումրուն ավելի շատ հետաքրքրող ու ծրագրեր, որոնք բազմաշերտ են, որոնք օրինակ տնտեսական ակտիվություններ են, օրինակով բերեմ առաջարկվել է մեր Մանուշյանի ֆոնտանների վերակառուցումը, որը մի քանի կոմպոնենտ ունի իր մեջ, պատմամշակութային նոր օբյեկտ է լինում զբոսաշրջիկների համար հետաքրքրություն ներկայացնող քաղաքի համաչափ զարգացման ծրագրի մեջ է ինքը մտնում, որտեղ 6 հատվածները որպես զբոսաշրջային կողմից չեն զարգացած։ Նաև տնտեսական ակտիվությունը այդտեղ բերելու է, որ այդ այգին ու ֆոնտանները զբոսաշրջիկներ շարունակեն կան։ Առաջարկել եմ հաղթանակի զբոսայգին ամբողջությամբ վերածել իրական զբոսաշրջային ու ոչ միայն զբոսաշրջային պուրակի, որտեղ այսօր Գյումրի ու գյումրեցիները քաղաքի կենտրոնում ունենալով նման զարդ, ոչ մենք են կարողանում վայելել ու օգտագործել նորմալ այդ պուրակը, որ զբոսաշրջիկներն են կարող։ Շուկան մեր մոտ բազմիցս չարչարված թեմաներից մեկը քննարկվել է շուկայի թեման։ Քննարկել ենք թե բնականաբար ցավոք, բնականաբար տնակների հարցը, վտարային շենքերի հարցը, ավտոկայանի հարցն են քննարկել, 50-ամյակի կամուրջը արդեն այդ 25 կիլոմետր ճանապարհների մեջ է ներառված ու բազում այլ ծրագրեր, որոնք քաղաքի տարբեր հատվածներում են ու տարբեր ոլորտներին են վերաբերում, որ կարողանանք ոչ միայն ասֆալտն անել, այլ նաև տնտեսական ակտիվությունը բերել։ Շատ լուրջ տրամադրված ենք նաև մեր ամենախոցելի տեղերից մեկին երկրագիտական թանգարան ունենալու մասով։ Այսօր ծրագրերը շատ են ու միանգամից արվելիք ծրագրեր չեն, մեր քաղաքացիները մտածելու են, որ եկել են խոս տալու, հիշեցնեմ, որ ընտրությունները վերջացել են, արդեն խոս տալու սեզոնը բրձել է, բայց այն ծրագրերը, որոնք երկարաժամկետ լուծումների կարիք ունեն ու մենք մի աշխատում ենք այդ ուղղությամբ։ Ասֆալտապատման հետ կապված մենք այսօր արդեն աշխատանքները սկսել են քաղաքի տարբեր հատվածներում 15 կիլոմետր բացի եղած մեր Շիրակացի մյուս փողոցներից 15 կիլոմետր այս տարի ենք անելու ու եկող տարվա արդեն 25 կիլոմետրի փողոցներն ենք ընտրում, որ կարողանանք նաև կոմունիկացիաների խնդիրը։ Հիմա ինչ փուլում են կոնկրետ այդ 15 կիլոմետրի աշխատանքները, երբ գործնական տեսականորեն տեսնենք, որ արդեն փողոցաշինական աշխատանքներ են ընթանում։ 15 կիլոմետր ճանապարհները մենք արդեն կոմունիկացիաների եւ մարզբեդարանի հետ աշխատակիցներ խումբը աշխատել է, փողոցներ ընտրել են։ Հիմա Երևանի ճանապարհային դեպարտամենտից եկել են ու հորադումներ են անում, որ հասկանան կառույցները ինչ վիճակում է, այսօրվանից արդեն այստեղ աշխատանքային խումբը աշխատում է։ Ինքը միջին նորոգում է լինելու, այն մեր հայտնի Ֆերեզ ասածը, միջին նորոգում է լինելու, այդ երևի թե շատ կարճ է տևում այդ մրցույթային գործընթացները, երևի թե մենք մինչև ամսվա վերջ արդեն այս ամսվա վերջ մինչև արդեն կսկսենք փողոցները աշխատանքները տեսնել։ Գիտեք, շատ դժվար է Գյումրիում ընտրել, մեզ թվում է թե հեշտ է լինելու փողը լինի, խնդիրը շատ հեշտ կլուծենք, բայց շատ դժվար է Գյումրիում գտնել փողոցներ, որոնք կամ գազը, կամ կոյուղին, կամ ջուրը որևիցե կորst չունի անելու, իսկ սկզբունքը գիտեք, մենք մինչև ամբողջությամբ գետնի տակը չենք կարգավորում, ասֆալտը չենք փռնվարում, որովհետև հետո նորից քանդելու ենք։ Մեծ դժվարություններով կարողանում ենք նման փողոցներ գտնել, իհարկե եկող տարվա 25 կիլոմետրի մեջ էլի կոյուղու կամ գազի խնդիրներ կան։ Փողոցներն էլ մենք նախատեսել ենք, որ քաղաքի բոլոր
հատվածներում է լինելու մուշ թաղամասից մինչև կոմբինատ, mēs չենք կարել որ մենակ կենտրոնով ենք սահմանափակվում, ավելի շատ ծայրամասերում ենք անելու։ Կոնկրետ Շիրակացի պարագայում արդեն մի քանի բողոքներ ստացել ենք, որ դանդաղում են աշխատանքները, ինչու։ Տեսեք, Շիրակացի փողոցի նախագծով ավարտը 27 թվականն էր, միսը չէ որ գրաֆիկից հետ ենք, հիմա այնտեղ աշխատանքները տարվում են ու Շիրակացի փողոցի Պիտուշոկի մոտից լավ այդպես ասեմ, մինչև կատի գործարան արդեն ասֆալտապատման աշխատանքների պրոցեսն է սկսվել։ Ինչի համար ցկցկվեց, որովհետև այդ նախագիծը, եթե չեմ սխալվում, 22 թվականին արված, հետագայում է որ գետնի վրա սկսեցինք աշխատել, շատ ու շատ փոփոխությունների ենթարկվեց։ Այնտեղ լուսային համակարգի խնդիրները կար, այնտեղ նիշերի հետ կապված խնդիրներ կան, այսինքն ինչ որ չափով գետնի վրա արդեն պարզ դարձավ, որ նախագիծը ամբողջական չի, բացի դրանից նաև այդ Պիտուշոկից մինչև Սախարովի հրաբարակ այդտեղ էլ կոյուղի հետ կապված խնդիր կար, այդտեղ կանգնացրեցինք աշխատանքները, որ կարողանանք կոյուղին փոխել, նոր շարունակել աշխատանքները, բայց այդ ամեն ինչը պարզ է դառնում, բաներ կան, որ պարզ են դառնում, որ գետնի վրա սկսում ես աշխատել։ Բայց այնպես չի, որ մենք շատ հետ ենք գրաֆիկից, մայթերն արդեն ասֆալտապատ են, փողոցները արդեն այդ հարթեսման աշխատանքներ են անում, պատրաստում են ասֆալտապատման։ Շատ լավ եւ արդեն Շիրակի մարզպետի աշխատակազմի Facebook-յան էջից էլ տեղեկանում ենք, որ մեկնարկել են, ընթանում են աշխատանքները Արթուր Ալեքսանյանի մարզադպրոցի կառուցման շուրջ, գիտեինք տևական ժամանակ դադարել էին այդտեղ աշխատանքները կապված շինարարական խնդիրների հետ, ինչ փուլում են եւ ինչ է ընթանում այս պահին։ Մենք շինարարի հետ խնդիր ունեցանք մի քանի տարի առաջ, շինարարական ընկերության հետ խնդիր եղավ ու շատ դժվար է, ավելի հեշտ է 0-ից շենք կառուցել, նախագիծը անել, քան կիսավարտի վրա շարունակել աշխատանքներ անել ու փառքաստումի արդեն շինարարական աշխատանքները սկսվել են, նոր շինարար կա ու իդեպ մենակ Արթուր Ալեքսանյանինը չէր, Արտիգում մենք մանկապարտեզ ունեինք, դպրոց ունեինք, էլի նոր շինարար մարզում էլի մի քանի դպրոցում մանկապարտեզներ կային, Մի փառքաստու աշխատանքները սկսվել են թե Արտիգի դպրոց, թե մանկապարտեզը, թե Արթուր Ալեքսանյանը աշխատանքները տարվում են, մենք հետևողական ենք, տարբեր այցեր ենք ունենում, տարբեր շինհրաբարակներ, որովհետեւ կարողանանք այդ տեմպը պահել, խնդիր չունենալու համար, բայց նաև շատ կարևոր շինհրաբարակներից մեկն էլ նշեմ, ոնց որ ստվերում է մնացել երկրորդ պոլիկլինիկան։ Մենք նաև առիթից օգտվելով ասեմ, որ մեր քաղաքացիներին, ովքեր երկրորդ պոլիկլինիկայի շահառուներ են, երկրորդ պոլիկլինիկան տեղափոխվել է Սամարիտեր, այնտեղ էլ մենք ուղղակի շենք չենք տեղափոխվել, այնտեղ ամբողջությամբ հիմնանորոգվել է, նոր կույկով, նոր ջեռուցումով, ամբողջությամբ նոր պոլիկլինիկա ենք ստացել մենք Սամարիտերում, որ ժամանակավորապես է իհարկե լինելու, մինչև մենք երկրորդն ավարտենք, բայց թեկուզ այդ ժամանակավորապես մենք պայմաններ ենք ստեղծել թե քաղաքացիների համար, թե մեր բուժաշխատողների համար, կոլեկտիվի համար երկրորդ պոլիկլինիկայի, որ պատշաճ պայմաններում աշխատանք տանեն։ Հիմա մեր երկրորդ պոլիկլինիկայի աշխատանքներն էլ շինարարական մեծ թափով ընթանում է։ Այսօր մենք հիմի 38 շինհրաբարակ ունենք Շիրակի մարզում, որոնք հենց 0-ից կառուցվող հիմնանորոգվող շինհրաբարակներ են, բայց այդ հիմնանորոգվողները գրեթե 0-ից կառուցվողի մագարտակի է։ Մենք ծննդատան շենքի վրա էլ այդտեղ էլ գիտեք բազում խնդիրներ կար, թղթաբանության հետ կապված 1000 հարցեր կային։ Մենք այդ փոփոխություններն արեցինք, հիմա նորից շարունակվում են այդտեղ աշխատանքները։ 38 շինհրաբարակ, որի մեջ դպրոցներ, մանկապարտեզներ, պոլիկլինիկաներ, մեծ հիվանդանոցներ, Արտիգի հիվանդանոցը, հսկայական հիվանդանոցը 3 միլիարդ 100 միլիոնից ավել միայն ֆինանսական հատկացումն է, երկրորդ պոլիկլինիկան 1,5 միլիարդ մոտավորապես միայն շինարարությունն է, Արթուր Ալեքսանյանը արդեն մոտ 7 միլիարդի է հասել, այսինքն ծավալները առել են ու մեր աշխատակիցները այսպես որ չեն հասցնում ամբողջ օրը այդ շինհրաբարակներով պատտվել հասկանալ ինչ է կատարվում, բայց մենք գնում ենք նաև որակի ու ժամանակի ուղղությամբ։ Ես որքան գիտեմ, շտաբօգնությունն էլ է տեղափոխվել, այո, նույն շտաբօգնության համար էլ մենք այդտեղ Սամարիտերում մի հարգը շտաբօգնության համար ենք հատկացրել, այնտեղ էլ ամբողջությամբ հիմնանորոգել ենք, ամբողջությամբ նոր պայմաններ են
բժիշկների համար, քույրերի համար, վարորդների համար այդ սենյակները, որտեղ իրանք քննելու են այդ ժամանակն անցկացնեն, որ կանչերին, այսինքն ամբողջությամբ հիմնանորոգված է, մենք սպասում ենք էլի գույքի, այդ գույքը ամբողջությամբ համալարելուց հետո անպայման հրավիրենք նաև լրատվականներին, շրջայց կանենք Սամարի տեղակայված երկրորդ պոլիկլինիկա, ցույց կտանք մեր քաղաքացիներին, մեր վերաբերմունքը իրականում։ Իմ ունեցած տեղեկություններով շինարարական շղթա է ձևավորվել կոնկրետ բժշկական առումով, որ սպասում ենք նախ ծննդատան շինարարությունն ավարտվի, որպեսզի ծննդատունը տեղափոխվի նոր շենք, խոսակցություններ կան, որ արդեն եթե տեղափոխվի ծննդատունը, նախկին ծննդատան շենքում կհանգրվանի շտապօգնությունը եւ արդեն պոլիկլինիկայի շենքը, երբ ամբողջապես հիմնանորոգվի, 2 թե 3 պոլիկլինիկաներ նույն տարածքում կլինեն, այո։ Շտապօգնության շենքը այո գնալու է 5 ծննդատան շենք Կոշտոյան փողոցում գտնվող պոլիկլինիկան, երկրորդ պոլիկլինիկայի շենքը ամբողջությամբ լինելու է երկրորդ պոլիկլինիկան, ու քանի որ մոդ են մենք շենքային պայմանների խնդիրներ ունենք նաև առաջի պոլիկլինիկայի հետ կապված, ինքն էլ տարածքը մոտ, գիտեք իրականում եթե մենք փոփոխություններ չանենք ինքնըստինքյան այդ փոփոխությունները քաղաքացիներն են անելու, որովհետև մենք ունենալու ենք լրիվ այլ պայմաններով պոլիկլինիկա ու քաղաքացիները իրենք են տեղափոխվելու արդեն իրենց նախընտրելի պոլիկլինիկան, վստահ եմ, որ մենք այդ կետին հասնենք, մենք էլ որ պետական մագարտակով չուզենանք, ինչ որ մի պահիկ հասնելու ենք այդ կետին, դրա համար չեմ տխրում, ուրախանում եմ, որովհետև մյուս պոլիկլինիկաները ցկտելու են հասնեն այն մագարտակին, որ իրենց մոտից այնպեսի ծառայություններ սպասարկում տան, որ քաղաքացիները չգնան իրենց մոտից։ Խոսքը առաջի պոլիկլինիկայի մասին է, Բերլինի պոլիկլինիկան գիտեք, որ մեր շենքը չէ, չնայած առաջի պոլիկլինիկան է, մեր շենքը չէ, շատ վատ պայմաններ ունեն, ինչքան է փորձում ենք մենք այնտեղ մի քիչ կարգի բերել, բայց դրան էլ շատ ունենք, որովհետև երկրորդ պոլիկլինիկայի շենքը շատ ծավալուն աշխատանք կարվելու, աշխատանքային ժամկետը 3 տարի է ու փորձենք մի փոքր ավելի շուտ, բայց ես ուզում եմ մի ուշադրություն դարձնել երկրորդ պոլիկլինիկան ինքը պատմամշակութային շենք է, ու ես կուզենամ, որ ինքը նաև լինի զբոսաշրջային ինչ որ մի կետ, Գաղափար կա, որ մեջ ունենանք նաև բժշկական, եթե իհարկե կարողանամ այդ սարքավորումները ամբողջությամբ նմուշները համալարել, մի փոքրիկ թանգարան ունենալ առողջապահության հետ կապված, որովհետև մեր քաղաքը զբոսաշրջային քաղաք է ու ունենալով նման պատմություն, ունենալով նման շենքեր, չի կարելի ուղղակի դրանք դարձնել պոլիկլինիկա կամ դպրոց կամ այլ վայր, իրան պետք է նաև զբոսաշրջային կոմպոնենտ մտցնես մեջ, որ զբոսաշրջիկին հետաքրքիր լինի։ Այլ երկրներում երբ որ գնում ես, այն հասարակ շուկան նույնիսկ զբոսաշրջային ինչ որ մի հատ կոլորիտային տեղ է սարքած։ Իդեպ պարոն Մարսպետ, բիզնեսմենները դժգոհում են, որ այս տարի զբոսաշրջային կյանքը պասիվ է քաղաքում եւ դա կապում են քաղաքի նեգատիվ տրամադրությունների հետ։ Նախ արդյոք գտնում եք, որ քաղաքում նեգատիվ տրամադրությունները շատ են եւ դրանք ազդում են զբոսաշրջային հոսքերի վրա։ Զբոսաշրջային հոսքերը քիչ են լինելու, որովհետև նախընտրական այդ process-ները մոտ 1 ամիս էր ու ամբողջ Հայաստանը ներգրաված էր այդ process-ի մեջ, որպես նախկինում զբոսաշրջային ոլորտի աշխատակից, նաև տեղեկություններ ունեմ, որ բոլոր տեղերում է այդ վիճակն եղել։ Հիմա կամաց արդեն ակտիվանում է, բայց ինչ ենք անում մենք, որ իրականում զբոսաշրջային հոսքերն ավելանան։ Այդ գործարարները արդյոք ինչ որ բան անում են։ Կա մի համ գաղափար, որ ենթադրենք զբոսաշրջային ոլորտի ներկայացուցիչները, օրինակ նոյեմբեր-դեկտեմբերին հավաքվեն բոլորով իրար հետ ու քննարկեն, թե ինչ հետաքրքիր իվենտներ կարելի է կազմակերպել համատեղ ուժերով ամբողջ տարվա վրա, ամբողջ ամառվա ընթացքում, որ բոլորը գործ ունենան, հյուրանոցներ, ռեստորաններ, թանգարաններ։ Կա մի հատ այդպեսի եղել է երբևիցե այդպես, այսինքն չէ, մի անգամ եղել է։ Իրականում երբ զրուցում էինք ոլորտի ներկայացուցիչների հետ, նշվում է, որ այդ խոսակցությունները պարզապես խոսակցությունների մակարդակի վրա են եւ չկա մեկը, ով գործնական որևէ փուլում կմտնի եւ կիրականացնի ձեր նշած միջոցառումը, փառատոնը։ Չեմ համաձայնի, որովհետեւ եթե գիշեք իհարկե աղմուկ է բարձրացավ, կային մարդիկ, որոնք ասում էին, բորինի է արված, բայց այդտեղ այդքան էլ էական չի, ձևով էր արված։
Ես փոխքաղաքապետ ժամանակ ձևավորել էի խորհուրդ, որի մեջ ներգրաված էին զբոսաշրջային ընկերությունների ներկայացուցիչներ, գիդերից ներկայացուցիչներ, թանգարաններից, ռեստորաններից, հյուրանոցներից ներկայացուցիչներ, ու մի հատ հետաքրքիր խումբ էր ստեղծել, որոնց հետ քննարկում էինք տարբեր հարցեր, ու միասնություն եղել էր, եղավ միասնություն, որ մի գոնե մի չաթի մեջ բոլոր զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչները, նաև քաղաքապետարանի ներկայիս պարագայում փոխքաղաքապետը ներգրաված էին ու բազում հարցեր այդտեղ քննարկում էինք, նաև այդ քննարկումների արդյունքում էր, որ մենք հասել էինք այն կետին, որ մենք ունենալու ենք Գյումրիում Գարեջրի փառատոնը, որը հավակնում էր դառնալ Երևանի գինու օրերի պես Գյումրու Գարեջրի օրեր, մենք արդեն նախապատրաստական աշխատանքները գրեթե ավարտին էինք հասցրել, երբ Սուրմալուի դեպքերն եղան, հետո արդեն սուկ հայտարարվեց եւ այլ չկարողացանք այդ իրականացնել, նաեւ այն օբյեկտիվ է սուբյեկտիվ պատճառներ, որ դա տեղի չունեցավ, բայց ամեն դեպքում այդ միասնությունը ստեղծվել էր, բայց հիմա կարող են լավ հույսը չտանենք մարզպետարան քաղաքապետարանի վրա, իրենք էլ իրենցով կարող են կազմակերպել ու քաղաքին իվենտներ սարքել, զբոսաշրջիկ իշխան կարող է գալ Ֆրոնզիկի տուն, թանգարան կամ Ծիտողցոնց կամ այլ վայր, ինչ որ նոր հետաքրքրություններ են պետք քաղաքին, որովհետեւ զբոսաշրջություն զարգանա, այս նոր հետաքրքրությունը ուղղակի կարելի է հորինել, ուղղակի կարելի է մտածել, երևակայությանը զոր տալ ու գտնել ամեն ամառվա շաբաթ-կիրակի նոր իվենտներ, ամեն ամսվա վերջի շաբաթ-կիրակի նոր փառատոններ։ Այդ ռեսուրսն ունեն ոչ միայն զբոսաշրջային ընկերությունները, այլ նաև մեր հյուրանոցները, ռեստորանները եւ այլն։ Ուղղակի միասնականություն է պետք է ստեղծել։ Ամեն դեպքում վերջին տարում կարելի է արձանագրել, որքան էլ խոսում ենք մշակութային հետաքրքրություններ ստեղծելու մասին, այնուամենայնիվ Գյումրին քաղաքական հետաքրքրություններից այն կողմ կարծես թե չի գնում։ Վերջերս վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւս հայտարարեց, որ քննարկվում են տարբեր սցենարներ քաղաքում արտահերթ ընտրությունների կազմակերպման համար, որ սցենարն է ամենահավանականը։ Ավետիս Առաքելյանն ասում էր չթողնեք Գյումրին գյուղ դարձնեն։ Գյումրին գյուղ չի կարող դառնալ, որովհետև Գյումրին ինքն իրանով չէ, Գյումրին գյումրեցիներով է, ու գյումրեցիները երբեք չեն թողնի Գյումրին քաղաքից գյուղ դառնա, բայց այս պարագայում էլ այլ խնդիր կա, իսկ ինչով է գյուղը վատը։ Գյուղը այսօր մեր գյուղաբնակ քաղաքացիները մեր կոլորիտային մասն են, մեզի բերք ու բարիքով ապահովող մարդիկ են, ու մենք տարբերություն չենք դնում քաղաքների ու գյուղերի, ու մեր մոդեցումները հենց այդպիսին է, հենց այդ է մեր մոդեցումների պատճառը, որ մենք ամենահեռավոր գյուղերում էլ դպրոցներ են կառուցում, մանկապարտեզներ են կառուցում, տարբերություն չկա գյուղում բնակվող քաղաքացու քաղաքում բնակվող քաղաքացու միջև, այստեղ քաղաքի ստատուսի մասին է, եթե խոսքը քաղաքի ստատուսի մասին է, ինքը Գյումրին Հայաստանի Հանրապետության երկրորդ քաղաքն է, ինքը հայրաքաղաքն է, ինքը մշակութային ու սպորտի, արվեստի մայրաքաղաքն է, որովհետեւ ձևով ինքը չի կարող փոխվել, որովհետեւ գյումրեցիներն են հենց դարձրել Գյումրին մշակութային, Գյումրին սպորտային, ու ինչ է փոխվելու այդ պարագայում, օրինակ Արտուր Ալեքսանյանը էլ այստեղ չի ապրելու, թե Մհեր Մկրտչյանի արձանուտուն թանգարանն ենք այստեղից տանելու, որովհետեւ բան այդտեղ չի փոխվում, իսկ սցենարների հետ կապված մի սցենար կարող եմ ասել, որ ամեն ինչ լինելու է օրենքի սահմաններում, բնականաբար օրենքի սահմաններով ինչ ձևով որ մեզ օրենքը թույլ է տալիս այս խնդիրը լուծել, մենք այդ խնդիրը լուծելու ենք, որովհետև այն որ խնդիր կա Գյումրիում, այդ իմը նշելով չի, վարչապետի նշելով չի, բոլորս է տեսնում ու հասկանում ենք, այդ խնդիրին լուծում է պետք տալ օրենքի սահմանված կարգով, բայց դեմի որ ինչ ձևով կստացվի է, դեռ այդպես խորը քննարկումներ չենք ունեցել, որպես այդպեսին չենք էլ կենտրոնացել այս փուլում այդ ուղղությամբ, որտեղ մենք այլ թիմ ընտրություններ ունենք, մենք մի քանի ամսից մարզի 4 համայնքներում ընտրություն ունենք, Ախուրյանում, Արտիգում, Աշոցքում, Համասյայում, այդ անենք վերջացնենք, հետո նոր կհասկանանք Գյումրին ինչ ճանապարհով ենք գնալու, բայց ամեն դեպքում Գյումրին ինչ որ ճանապարհով գնալու է, որտեղ այս վիճակը ինչ որ կա, անթույլատրելի է մեր քաղաքը իրականում ավելի լավին է արժան։
Իդեպ քաղաքում նաև խոսում են, որ հենց թիմ ընտրությունների համար է, որ դուք մնում եք որպես մարզպետ, որովհետև արդարացրել եք ձեզ խորհրդարանական ընտրությունների ժամանակ։ Քաղաքում պարբերաբար տարբեր բաներ են խոսում իրականում, այն 6 ամիս առաջ էլ այլ բաներ էին խոսում, դրանից առաջ նշանակվածս օրվանից երևի թե 6 ամիսը մեկ բան են անում, փորձում են ինչ որ հեքիաթներ հորինելի հետ կապված, իմ պաշտոնավարման հետ կապված, բայց իրականության հետ ընդհանրապես կապ չունի, ասում եմ, բազում սկսած ծրագրեր կան, բազում խնդիրներ կան, հետո շատ հեշտ էր падգամավոր գնալ իրականում, որովհետև անձնական տիրույթ ենք տանում, падգամավորի կյանքը, դուք գիտեք, աղջիկներս այնտեղ ուսանող են Երևանում, ծնողներս Երևանում են բնակվում, 5 տարի ամեն դեպքում շատ հեշտ էր որոշում կայացնել գնալ ազգային ժողովի падգամավոր, բայց ամեն դեպքում եթե դու քաղաքականության մեջ ես, ուրեմն պատասխանատվություն ես կրում ու այդ այս տարի ու կեսվա ընթացքում այդ պատասխանատվությունը ինձ քաղաքացիների կողմից մեծ սեր ու հարգանք է տվել ու չեմ կարծում որ որևիցե կոմֆորտ կարելի է փոխել այն վստահության, այն սեր տված քաղաքացիների կողմից տված սերով հետ ու այդ փոխադարձել որոշումը կայացվեց այսպես։ Ինչ կլինի հետո ոչ մեկ չի կարող ասել, ժամանակը ցույց կտա, բայց ես ասել եմ մինչև վերջի րոպեն, որ պաշտոնավարելու եմ, մինչև վերջի րոպեն աշխատելու եմ Իշա Շիրակի մարզի Իշա Գյումրու։ Ձեր նշած համայնքներում, որտեղ թիմ ընտրություններ կիրականացվեն, կարծես թե միայն Ամասիայում է, որ քաղաքացիական պայմանագիրը բացարձակ իշխանություն չունի, այստեղ ինչպես եք գնահատում ձեր շանսերը։ Ամասիայում։ Այո։ Աշխատանքային process-ը կամաց ենք սկսել, էլի տեխնազոյի հարցն ենք մենք մեր քննարկում ու քարոզարշավը սկսվի նոր հասկանանք, հələ պետք է հասկանանք ով է մեր տեխնազոն, հետո հասկանանք թե ինչ շանսեր ունենք մենք ընտրությունները հաղթելու, բայց իմ կարծիքով 18 թվականից հետո մենք բոլոր ընտրությունները հաղթել ենք, նույնիսկ այն տեղերում, որտեղ քաղաքացիական պայմանագիրը չի եղել իշխանություն, որովհետև մեր սկզբունքը եղել է ազատ, թափանցիկ, մաքուր ընտրություններ կազմակերպելը ու ստացվել է այդ մեր մոտ, այդ կտրվածքով համարում եմ, որ մենք բոլոր ընտրություններն հաղթել ենք։ Համենայն դեպս վստահ եմ Գյումրու պարագայում այսօրվա մեր կոմունիստական խմբակցությունը, մնացած բոլոր խմբակցությունները կպնդեն, որ Գյումրու թիմ ընտրությունները սառը ջուր էր քաղաքացիական պայմանագրի համար, բայց կարծես թե միակ սառը ջուրը, որ եղավ Վարդավառին ձեր թաղում։ Ես կուզենայի, որ այդ սառը ջուրը լիներ քաղաքացիական պայմանագրին կամ թեկուզ մարզպետին, բայց ոչ Գյումրուն ու գյումրեցիներին։ Այդ սառը ջուրը շատ ավելի ցանկալի կլիներ, ես անձամբ վերցնեի վրա պատասխանատվությունը այդ սառը ջրի, բայց ոչ Գյումրին ու գյումրեցին։ Ինքը 40 տարի սառը ջրի մեջ է եղել ու այդ ամեն ինչի միջով անցել է ու շարունակում է անցնել, եկել է ժամանակը, որ ուղղակի բոլոր հնարավորությունները կա ուղղակի քաղաքացուն հանգիստ ապրելու, վայելելու իր քաղաքը, բայց մենք հակառակ ճանապարհով ենք գնում։ Իսկ սառը ջուրը մեր թաղի երեխաները տարանակալել էին ու չէին թող բանակցություններ ունեցել եմ ճիշտն ասած հետները, քննարկումներ ունեցել ենք, խոսք եմ տվել ամբողջ քարոզարշավի ընթացքում ոչինչ չեմ խոստվել մեր քաղաքացին, բայց իրանց խոսք էի տալիս, որ փողոցը ասֆալտենք, էս անենք, այն անենք, իհարկե երեխեքը ասում էին նաղդը վերասի հետ չենք փոխի պարոն մարզպետ, բայց իրականում շատ լավ էր, որտեվ այդ երեխեքի ուրախությունը ամեն ինչ արժեր, էլի պատրաստ եմ էլի մի անգամ էլ այդ ամեն ինչի միջով անցնել, խաղում էինք բոլորս միասին, բայց այդ երեխեքի աչքերի փայլը, որ իրանք մարզպետին չարել են, մարզպետին իրականում ամեն ինչ արժեր ու այդ սիրով երեխեքի հետ նորից կխաղան Վարդևոր, բայց հաջորդ տարի արդեն։ Շնորհակալություն պարոն Ես եմ շնորհակալ։ Իսկ ես մեր հեռուստադիտողին եւ հետևորդներին հիշեցնեմ, որ զրուցումը Շիրակի մարզպետ Դավիթ Արուշանյանի հետ կհանդիպենք։